Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Շուտով կմեկնարկի ամառային զորակոչը, զինուժը ներկայացնում է բանակի համալրման գործընթացն ու զորակոչիկին վերաբերող կարևոր դրույթները։ Օրինակելի եւ հմուտ սպա դառնալու ճանապարհին դրվագներ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ Սուսաննա Կուզնեցովայի Արորիայից։ Զինված ուժերի պարենային ծառայության սպաներն այցելել են սնունդ մատակարարող ընկերություններ, զինուժի անդրադարձը։ Շնորհակալագրեր եւ արժեքավոր նվերներ ակտիվ մասնակիցներին, ամփոփվել է եւս մեկ վարժական հավաք։ Զինված ուժերում ծառայելը պատվաբեր առաքելություն, դասակի հրամանատար Մարտին Մխիթարյանի ծառայողական ուղին եւ Արորյան։ Օրեր անց հանրապետությունում կմեկնարկի զինված ուժերի համալրման համապետական գործընթացը։ Ամառային զորակոչի ընթացքում բանակի շարքերում կկանգնեն նոր զինվորները, զուգահեռաբար կզորացրվեն երկամյա ծառայությունն ավարտած տղաները։ Զինուժը ներկայացնում է զորակոչի ընթացակարգը, մասնավորապես զորակոչային տարիքի երիտասարդներն անկախ ծանուցվելուց պարտավոր են ներկայանալ զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումներ։ Զորակոչիկի բացակայությունը հանրապետությունից նրան պատասխանատվությունից չի ազատում։ Եվս մի քանի օր եւ կմեկնարկի ամառային զորակոչը։ Սա նշանակում է, որ 18 տարին լրացած զինապարտ քաղաքացիները պետք է ներկայանան մշտական բնակության վայրի զինկոմիսարիատ։ Ըստ իրավակարգավորման զինվորական հաշվառման ենթակա են տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները։ Եւ բնավ կարևոր չէ վերջինները զինկոմիսարիատ ներկայանալու պահանջով ծանուցում ստացել են, թե ոչ։ Պարտավորությունը այդ տարիքում չկատարելը առաջացնում է օրենսգով նախատեսված վարչական պատասխանատվություն։ Իսկ արդեն անձի 18 տարին լրացած լինելու պարագայում զինվորական կոմիսարիատները կողմից չներկայանալու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու հարց, մասնավորապես քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար։ Զորակոչի ավարտից հետո զորակոչին չներկայացած քաղաքացու վերաբերյալ փաստաթղթ անձնական գործը փաստաթղթերը պատճենահանվում են եւ զինվորական կոմիսարի կնիքով ներկայացվում են Հայաստան Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կազորային քննչական բաժիններ եւ դրա մասին տեղեկացվում է նաեւ կազորային զինվորական դատախազությունը։ 18 տարին լրացած քաղաքացիները կարող են դիմել զինկոմիսարիատ մինչև հայտարարված զորակոչի ավարտը։ Իդեպ թյուր են այն պնդումները, թե զորակոչի օրերը կարող են համընկնել կամ խանգարել բուհական ընդունելության, կիսամյակային կամ ավարտական քննություններին։ Ներկայումս քաղաքացիների պարտադիրական ծառայության զորակոչը իրականացվում է հուլիս ամսին, դա նախատեսված է իրականացնել, որպեսզի քաղաքացիները իրենց ավարտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու քննությունները կարողանան հանձնել եւ օգտվեն իրենց նախատեսված իրավունքներից։ Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվում է ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով։ Բացատրում է զորակոչի գլխավոր կազմակերպիչ Դավիթ Կիզոկյանն ու հավելում. երկրի տարածքում չլինելու փաստը զինապարտ քաղաքացուն պատասխանատվությունից չի ազատում։ Արտերկրում մշտական բնակություն ունեցող Հայաստանի մինչև 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիները հաշվառման կարող են կանգնել դիմում ներկայացնելով այդ երկրում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսություն։ Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից տվյալ քաղաքացու վերաբերյալ բոլոր հավաքագրված փաստաթղթերը ներկայացվում են Պաշտպանության նախարարություն տվյալ պարագայում հանրապետական զինվորական կոմիսարիատ եւ քաղաքացին արդեն վերցվում է զինվորական հաշվառման։ Այն պահից, երբ զինկոմիսարիատը հաղորդում է ներկայացնում զինվորական քննչական գլխավոր վարչություն, զինապարտ քաղաքացու չներկայանալու մասին նախաձեռնվում է քրեական վարույթ ու քրեական հետապնդում։ Իրավապահները միջոցներ են ձեռնարկում անձին հայտնաբերելու համար։ Հաջողության չհասնելու դեպքում անձի նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Խափանման միջոց որպես կանոն ընտրվում է կալանավորումը։ Նշանակում է, որ ներպետական իրավապահ բոլոր մարմինները միջոցներ են ձեռնարկում անձին հայտնաբերելու ուղղությամբ, իսկ եթե անձը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանների դուրս, ապա նաև հայտարարվում է միջազգային հետախուզում եւ անձի ցանկացած պետության իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվելու պարագայում նրա հանձնման գործընթացը ձեռնարկվում։ Զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանի տեղեկացմամբ զինապարտ համարվող մինչև 37 տարեկան քաղաքացիները նույնիսկ օրինական ճանապարհով վերադառնալու դեպքում ազատ շրջել չեն կարող։
Սահմանատման պահին նրա տվյալները մուտքագրելով համապատասխան էլեկտրոնային շտեմարաններով պարզվում է, որ նա գտնվում է հետախուզման մեջ եւ տեղում իսկ նրա նկատմամբ իրականացվում են համապատասխան հարկադրանքի միջոցներ, նա ձերբակալվում է եւ ներկայացվում է նախաքննական մարմնին։ Եթե անձի 27 տարին չի լրացել, ապա նա հնարավորություն ունի դիմում ներկայացնել պատրաստակամություն հայտնելով մեկնելու ծառայության։ Այս գործընթացից հետո վերջինս անցնում է համապատասխան բժշկական ստուգումներ եւ եթե ծառայության համար պիտանի է ճանաչվում, ապա զորակոչվում է զինված ուժեր։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Սինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Ռազմական ակադեմիայում ուսումնական շրջանն ակտիվ փուլում է, այստեղ ուսանող յուրաքանչյուր կուրսանտ քաջ գիտակցում է, միայն լավ կրթությամբ ու անհրաժեշտ գիտելիքով է հնարավոր հասնել հաջողության։ Մեր հաջորդ տեսանյութը Ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտ Սուսաննա Կուզնեցովայի մասին է։ Սուսաննան իր զինվորական առօրյայի մեծ մասը նվիրում է մասնագիտական առարկաների սերտմանն ու յուրացմանը, իսկ ազատ ժամանակ նաև ստեղծագործում է։ Ես Կուզնեցովա Սուսաննան եմ, սովորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Զինվորական ճանապարհ ընտրել եմ, քանի որ սիրում եմ խոստություն ու կարգապահություն եւ մանկուց սիրել եմ դժվարություններ հաղթահարել։ Սուսաննան 1 տարի է, ինչ գրում է կուրսանտի ուսադիրները։ Երիտասարդ աղջիկը մեծ ոգևորությամբ է սովորում ակադեմիայում, պատրաստ է դիմագրավել ցանկացած մարտահրավեր։ Ինչպես նշեցի, ես սիրում եմ դժվարություններ հաղթահարել եւ իմ կարծիքով զինված ուժերը շատ լավ տեղ է, որտեղ ես կարամ տարբեր փորձություններ անցնել եւ ավելի ուժեղանալ։ Ճիշտ է, դեռ առաջի կուրսում եմ սովորում, բարդ առարկաներ չկան մասնագիտական, բայց կփորձեմ լավագույնս սովորել, որպեսզի առաջադիմությունս ավելի լավ լինի։ Իմ առօրյայի մի մասն է դարձել համազգեստը, ինձ այն շատ է ոգևորում եւ այն կրելիս ես ինձ զգում եմ ավելի ուժեղ եւ համարձակ։ Սուսաննան առօրյայի մեծ մասն է նվիրում իր մասնագիտությանը, ջանք ու եռանդ չի խնայում հմտությունները զարգացնելու եւ հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու համար, իսկ ազատ ժամանակ ունենալուն պես զբաղվում է իր հոբիներով։ Բացի զինվորականի մասնագիտությունից, սիրում եմ նաեւ նկարել, մանկությունից ինքն իրեն դրսևորվել է նկարչությունը, խմբակների չեմ մասնակցել։ Երբ նկարում եմ, ավելի շատ լիցքաթափվում եմ, փորձում եմ իմ զգացմունքները փոխանցել ներկերի եւ նկարների միջոցով։ Բացի նկարչությունից նաև զբաղվում եմ երաժշտությամբ, նախնական երաժշտական կրթություն եմ ունեցել, հետագայում շարունակել եմ ինքնուսուցմամբ, տիրապետում եմ տարբեր երաժշտական գործիքների, գիտար, հարվածային գործիքներ, դաշնամուր։ Երաժշտությունը կազմում է իմ կյանքի մի մասը եւ հաճախ եմ նվագում իմ զին ընկերների համար։ Խոսելով զինված ուժերում կանանց ներգրավման մասին երիտասարդ աղջիկն ասում է, իգական սեռի ներկայացուցիչները եւս պետք է տիրապետեն ռազմական արվեստին։ Կանանց դերը կարևոր է զինված ուժերում եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ, յուրաքանչյուր կին իր պարտքը պետք է տա հայրենիքին։ Արչևում հմուտ եւ փորձառու զինվորական դառնալու երկար ու բարդ ճանապարհն է, սակայն կուրսանտ Սուսաննա Կուզնեցովան ոչ մի խոչընդոտից չի ընկրկում։ Նպատակին հասնելու համար արդարացված են բոլոր միջոցները։ Առաջիկա 3 տարիների ընթացքում փորձելու եմ ռազմական ակադեմիայից ստանալ բարձր գիտելիքներ, լավ հմտություններ, որպեսզի ապագայում օգտագործեմ զորքերում արդեն որպես սկզբնական դասակի հրամանատար եւ իմ գործում լինեմ լավագույններից մեկը։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Ես Մարիամն եմ, 20 տարեկան եմ, ասում են, որ համառ եմ, նպատակասլաց, անդրդվելի։ Թեև երիտասարդ եմ, բայց արդեն հասցրել եմ հաջողություններ գրանցել։ Սպորտ, այլ հոբիներ, կրթություն։
ինձ ընձեռված բոլոր հնարավորություններին արձագանքել եմ վճռականորեն, մտածված եւ կշռադատված։ Ամեն օրը նոր սկիզբ եմ համարել, առավել բարձր նշաձողի հասնելու ձգտումով։ Եվ հիմա, այս պահից, կատարել եմ իմ ամենակարևոր ընտրությունը։ Ես ընտրել եմ կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Գիտեմ, որ ծառայելու եմ բացառապես ուսումնական զորամասում։ Կծառայեմ 6 ամիս, կստանամ 1 միլիոն դրամ պատվովճար։ Իսկ հետո 6-ամսյա ծրագրի ավարտից հետո ծառայությունը շարունակելու եմ Պաշտպան հայրենիես ծրագրով, ըստ այդմ անցնելով 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։ Սա չափազանց կարևոր է իմ, ընտանիքիս, հայրենիքիս համար։ Այսուհետ ես զինվոր եմ, ծառայելու եմ Հայաստանի Հանրապետության բանակում։ Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչությունը պարբերաբար մանրակրկիտ ուսումնասիրություններ է անցկացնում զորամասերում, հետևում սննդի ժամկետներին, որակին հատկացվող չափաբաժիններին։ Զուգահեռաբար վարչության սպաներն այցելում են նաև մասնավոր այն ընկերություններ, որոնք հանդիսանում են մատակարարներ։ Այս շաբաթ իրականացված այցերին ներկա է եղել նաև մեր նկարահանող խումբը։ Պարենային ծառայության սպաները շրջել են արտադրամասերում հետևել պահածոյացող սննդի որակին եւ պայմաններին, պատմում է Ներսես Իվանյանը։ Զորամասերից մեկի ճաշարանում ավարտին է մոտենում ճաշի պատրաստությունը։ Գործընթացին հետևում են Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության ներկայացուցիչները, որոնց ուշադրության կենտրոնում են զինծառայողներին տրամադրվող սննդի որակին ու անվտանգությանն առնչվող հարցերը։ Րոպեներ անց զինվորական ճաշարան են մտնում ժամկետային զինծառայողները, որոնցից էլ պարենային ծառայության պետը անմիջական զրույցի միջոցով ստանում է ճաշացանկին ու սննդի համայն հատկանիշներին վերաբերող գնահատականներն ու առաջարկները։ Ինչ ես նախընտրում, սերժանտ, ինչն է համեղ պատրաստվում, ինչ եք ուտում, ինչը չէ։ Բոլորը համեղ։ Բանակի թիկունքային ապահովման գործընթացը կարգավորող պարենի ապահովման, դրա որակի եւ անվտանգության վերահսկման պատասխանատուները փաստում են, բնավ չեն պատրաստվում բավարարվել նախորդ տարիներին իրականացրած աշխատանքներով։ Բարեփոխումների ծրագրի շրջանակներում նախորդ տարի զինված ուժերում շահագործման է հանձնվել ընթացիկ եւ կապիտալ վերանորոգված շուրջ 70 ճաշարան, այս տարի պլանավորվում է հանձնել շահագործման շուրջ 10 ճաշարան, որի շրջանակներում անձնակազմի կերակրման գործընթացը կազմակերպվում է ել ավելի բարենպաստ պայմաններում։ Սննդատեսակների անվտանգության ապահովման նպատակով Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության աշխատակիցները վերահսկողություն են իրականացնում սննդի արտադրության փուլից մինչև շրջանառություն ու սպառում, այցելում են բանակի կայքների համար պահածոներ եւ կատնամթերք արտադրող ձեռնարկություններ, ստուգում արտադրական պայմանների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնակարգերին եւ չափորոշիչներին։ Շրջայցերը կատարվում են թե պլանային, թե հանկարծակի եւ թե ըստ անհրաժեշտության։ Նպատակը զինված ուժերի անձնակազմի կերակրման գործընթացը կազմակերպել առավել անվտանգ եւ բարձր մակարդակով։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում արձանագրվում է, արգելվում է տվյալ խմբականակի հատկացումը զինված ուժերին եւ մատակարար ընկերության հանդեպ կիրառվում է համապատասխան գործողություններ։ Զինծառայողների համար սննդամթերք պատրաստող ձեռնարկությունների աշխատակիցները փաստում են, զինվորի համար նախատեսված յուրաքանչյուր արտադրատեսակ պատրաստվում է բացառապես բարձրորակումքից, սիրով ու երախտագիտության զգացումով։ Բոլորն էլ մեր երեխաներն են, մեր տղաներն են, մենք ջանք չենք խնայում, անում ենք ամեն ինչը սիրով, բացառապես տեղական ապրանքներով, որպես մայր, որպես ծնող, որպես կին կարող եմ ասել ձեզ, որ ամեն ինչ շատ իդեալական է, ամեն ինչ շատ համեղ, ամեն ինչ շատ լավն է։ Մեր աշխատակիցները իրենց աշխատանքում ամեն օր ներդնում են մեծ սեր, հոգատարություն, ուշադրություն, նվիրվածություն եւ այն կատնամթերքը, որի ստեղծման մեջ ներգրաված են նաեւ իրենք, փոխանցվում են մեր զինվորներին, տալով նրանց ավելի մեծ ուժ, էներգիա, մոտիվացիա, կատարելու իրենց կյանքի ամենամեծ առաքելություններից մեկը ծառայությունը հայկական բանակին։ Զինված ուժերի կարիքների համար մատակարարվող սննդատեսակների սանիտարահիգիենիկ նորմերի համապատասխանությունը անհրաժեշտ չափորոշիչներին վերահսկվում է նաև թիկունքային ապահովման վարչության սննդի անվտանգության լաբորատորիայում, որտեղ իրականացվում է բանակ մատակարարվող սննդամթերքի մանրէաբանական փորձակնությունն ու վերահսկողությունը։ Լաբորատորիայի նմուշարումները իրականացվում են տարբեր փուլերում, թե պատրաստելու ընթացքում, թե պատրաստի սննդամթերքը, թե հում սննդամթերքը, որի արդյունքում զինված ուժերում բացառվում է չհամապատասխանող սննդամթերքի հատկացումը։
Եվ սա դեռ ամենը չէ։ Թիկունքային ապահովման վարչության սպաները փաստում են, առջևում բանակի պայմանային ոլորտին առնչվող նոր ծրագրեր են ու բարեփոխումներ։ Նպատակը մեկն է՝ զինծառայողներին ապահովել որակյալ եւ անվտանգ սննդով։ Ներսես Իվանյան, Հայկ Ճիրինգարյան, Զինուժ։ Անցնող շաբաթ ավարտվեց սպայական կազմի վարժական ևս մեկ հավաք։ Ակտիվ ներգրավվածության համար հավաքի որոշ մասնակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով եւ արժեքավոր նվերներով։ Խրախուսվողներից էր նաև Թալինի շրջանի Լուսական գյուղի միջնակարգ դպրոցի ֆինանսական գծով տնօրեն Էդգար Խանոյանը։ Մանրամասները Տաթևիկ Աբրահամյանի ռեպորտաժում։ 25-օրյա հավաքի մասնակիցներին տուն ճանապարհելու հանդիսավոր արարողությունն է։ Ակտիվ մասնակցություն ունեցած անձինք պարգևատրվեցին շնորհակալագրերով ու արժեքավոր նվերներով։ Խրախուսվողներից մեկն էլ սպայական կազմի վարժական հավաքի մասնակից Էդգար Խամոյանն է, ով Թալինի շրջանի Լուսական գյուղի միջնակարգ դպրոցի ֆինանսական գծով տնօրենն է։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիներին համապատասխան պաշտոնում նշանակվելու արդյունքում նա վարժական հավաքին մասնակցում էր որպես դասակի հրամանատար։ Ծանուցումը ստացել եմ ապրիլի վերջին, անկեղծ ասած ուրախացել եմ, որովհետև դրանից առաջ իմ ընկերներին, որ գալիս էր, տխրում էի, մեծ սիրով ներկայացել եմ, չնայած բոլոր դժվարություններին, աշխատանքի բերումով, ընտանեկան հարցերին, ամեն ինչ կանեմ, որպեսզի կարողանամ կազմակերպել նշված օրը ներկա գտնվել զինկոմիսարիատում հավաքներին մեկնելու համար։ Դպրոցում քննաշրջան էր, պետք էր ճանապարհել հերթական շրջանավարտներին, սակայն Էդգար Խամոյանը մեկնեց մասնակցելու վարժական հավաքի։ Դժվար էր նաև 2 տարեկան որդուց օրեր շարունակ հեռու լինելը։ Փոքրիկի լույս աշխարհ գալուն Էդգարն ու կինը տարիներով են սպասել, բայց միշտ էլ քաջ գիտակցել են, որ հայրենիքի պաշտպանությունը ամենակարևոր առաքելություններից է։ Իմ զորացրվելուց հետո բավականին բաներ էր փոխվել, իմացածը վերհիշել եմ եւ նոր բաներ եմ սովորել։ Կարող են մարդիկ ասել, ես ոչ վաղ անցյալում եմ եղել, հիշում եմ եւ այլն, բայց իրականում այդպես ճշմարտություն գոյություն չունի։ Բանակը ամեն օր կատարելագործվող կառույց է։ Հավաքների մասնակից անձնակազմը գոհունակություն է հայտնում դասապրոցեսներին իրենց կողմից մասնակցության, նոր գիտելիքների ձեռքբերման, 5 գիտելիքների ամրապնդման համար։ Խոսակցության ընթացքում գալիս ենք այն եզրահանգման, որ հավաքների մասնակից անձնակազմը ցանկություն ունի եւս մեկ անգամ մասնակցելու հավաքներին։ 25 օր անց հայրենիքին պարտքը տալուց հետո հավաքի մասնակիցը շտապում է տուն, բայց մինչև այդ Դպրոցում այսօր քննության օր արեք, մատ բտնենք դպրոցել հասկանանք ինչա կատարվում, նոր կշարունակենք ճանապարհը, կգնանք տուն։ Դպրոցում քննությունների վերջին օրն է։ Էդգար Խամոյանը զինվորականին վայել պատասխանատվությամբ նախ աշխատանքի է շտապում, ուսումնական գծով տնօրենից ճշտելու, արդյոք իր բացակայության ժամանակ ամեն ինչ հարթ էր ընթացել։ Տարեվերջին, երբ ամեն ինչ եռում է, երբ ամեն ինչ պիտի ամփոփել, տարին ավարտել եւ հանկարծ ընկեր Խամոյանը պիտի գնա։ Մեր դպրոցից միայն ընկեր Խամոյանը չի, որ մեկնել է 25-օրյա վարժանքների, մեր ցեղեկնել է, մեկնել երկուսն էլ իրենց փորձն ու գործը իսպաս կդնեն հայրենիքի պաշտպանության։ Եվ ահա այնքան սպասված հանդիպումը։ Մինչև այս 2 տարեկանը նոր բոլորած փոքրիկը հորից հեռու երբեք չէր եղել։ Կարոտել էր այնքան, որ գրկից իջնել չէր ցանկանում։ Սովորած բառերի ցանկում 25 օրերի ընթացքում ավելացել են եւս 2-ը՝ բանակ ու զինվոր։ Անընդհատ հարցնում էր. «Պապան ուրա, երբ կգա, հիմա կգա, վաղը կգա, քնեմ հելեմ կգա», տենց տարբեր հարցեր էր տալիս։ Դե ինքը շատ փոքր է, որ հասկանա ինչ կարևոր գործ անում, ասել են գնացել է ծառայության, բանակը գնացել, բառերը ֆիքսել է, բայց իհարկե չի հասկանում ծառայությունը, բանակը ինչ է։ Իրան էլ որ հարցում են հիմա պապան ուր է, ասում է գնացել է բանակ։ Հայրենասիրությունը կոնկրետ դրսևորումներ ունի։ Հայրենասիրությունը սեփական հայրենիքը պաշտպանելու ցանկությունն է նաև, ասում է Էդգարն ու ամփոփում։ Վարժական հավաքին չմասնակցելու համար մարդիկ հազար պատճառ կարող են գտնել, բայց ամենադժվար թվացող խնդիրները լուծվող են, եթե իսկապես ունես հայրենիքիդ մի մասնիկը դառնալու պատրաստակամություն։ Ի վերջո, կրկին զինվորականի համազգեստ կրելը պատիվ է Հայաստանի Հանրապետության զինապարտ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։
Մեր թողարկումներում բազմիցս անդրադարձել ենք դասակի հրամանատարներին, զինված ուժերում նրանց կարևոր առաքելությանն ու դերին։ Այս անգամ մեր օբյեկտիվում ավագ լեյտենանտ Մարտին Մխիթարյանն է։ Ավագ լեյտենանտը ընդամենը 4 տարի է, ինչ համալրել է բանակի սպայական կազմի շարքերը, սակայն արդեն բավական փորձ ու հմտություն է ձեռք բերել եւ վայելում է ենթակա անձնակազմի հարգանքը։ Զինվոր հրամանատար հարաբերության կայացման եւ ապագա սպաների պատրաստման մասին ներկայացվող տեսանյութում։ Ինձ համար մեծ պատիվ է զինվորական լինել։ Զինված ուժերում սկսել եմ ծառայել 2021 թվականից։ Ավագ լեյտենանտ Մխիթարյանն այժմ դասակի հրամանատար է։ Իր ենթակայության տակ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներն են։ Ասում է, կուրսանտ հրամանատար փոխհարաբերության կայացման գործում կարևոր է փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Շատ ընկերական եմ նրանց հետ, որպեսզի թույլ տամ անկեղծանան, շփվեն, իրենց հարցերը ուղղեն։ Իրենք այսօր կուրսանտ լինելով ուսանում են, որպեսզի հետագային կարողանան զորքերում իրենց գիտելիքը, իրենց փորձը փոխանցել։ Գրագետ եւ հմուտ սպա լինելու համար առաջնային եւ թերևս ամենակարևոր պայմանը լավ կրթությունն ու աշխատասիրությունն է։ Գիտելիքը ուժ է, ուսումնառությունը կարևոր է մեր հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում եւ ուսումնառությունն է, որ մեր բանակաշինության այն կարևորագույն մեխն է, որի վրա պիտի անընդհատ զարկենք։ Մեծ պատասխանատվություն է դրված դասակի հրամանատարի ուսերին, անկեղծանում է ավագ լեյտենանտը եւ ավելացնում։ Պետք է հոգ տանել անձնակազմին, առաջին հերթին պատրաստական լինել նրանց եղբայրաբար կամ հայրաբար վերաբերվելու հոգ տանելու ամեն հարցում։ Ամենօրյա շփումների եւ զրույցների ընթացքում էլ կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինեն մեր ապագա սպաները եւ ինչ հատկանիշներ են հարկավոր օրինակելի զինծառայող դառնալու համար։ Բանակը դա հասարակության հայելին է։ Մենք ինքներս հենց հասարակությունից եկած եւ ինտեգրված ենք այս ոլորտում զինվորական ասպարեզում։ Եվ եթե մենք չլինենք այդ կարգապահը, ամբից ու ամբասիր ծառայողները, ապա մյուսներից չենք կարող պահանջել կարգապահություն։ Կարգապահությամբ, նվիրվածությամբ եւ ամենօրյա աշխատանքով է ավագ լեյտենանտ Մարտին Մխիթարյանը փորձում օրինակ ծառայել իր ենթակա անձնակազմին եւ դրա համար ոչինչ չի խնայում։ Մենք զինծառայողներս ջանք չենք խնայում լինելու կուրսանտի զինվորի կողքին, ամեն ինչ անելու, որպեսզի նրանք չունենան այն հոգատարության կարիքը, չունենան որևէ դժվարություն ուսումնառության շրջանում եւ ինչու՞ չէ նաեւ այդ օրինակը ծառայելով իրենք կարողանան փոխանցել հետագա սերունդներին։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Կառավարությունում քննարկվել է Հայաստանի Հանրապետության համապարփակ եւ ընդլայնված մրցակցություն։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։
Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, Հովսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ շաբաթվա առանցքային իրադարձություններով, հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։